Գրական առանձնահատուկ կյանք ու ճակատագիր ունեցող անհատականություն, որը մեծապես տարբերվում է թե Հայաստանի եւ թե արտասահմանյան հայ գրականության ներկայացուցիչներից։ Մեզանում թերևս միակն է, որ մուտք է գործել հայ գրականություն ռուսերեն եւ ֆրանսերեն ստեղծագործելուց հետո։ Նախապես ճանաչվել եւ գնահատվել է օտար շրջանակներում, եւ հայ մշակույթի ասպարեզն է մտել եվրոպական գրականության կարևոր իրադարձությունների բուն հորձանուտից, մեզանից զգալիորեն տարբեր գրական ըմբռնումներով ու չափանիշներով։ Նա եվրոպական գրականության ընթացքը գիտեր ներսից, անմիջաբար, իբրև մասնակից ու գործող անձ, ինչպես իր գրականությունն է վկայում, իրեն զգում էր ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի ներկայացուցիչ։ Իր ըմբռնումով մեր մշակույթը անզատելի մասն է կազմում համաշխարհային մշակույթի, ինչպես որ հայ գրականությունը մասն է համաշխարհային գրականության։ Կողբ հիմնադրամը մեկնարկում է նոր նախագիծ, որը տարբեր կողմերից կներկայացնի ու կբացահայտի Կոստան Զարյանին։ Կոստան Զարյանը իր երկարատև կյանքի ընթացքում հանդիպել է շատ նշանավոր մարդկանց, շատերի հետ ընկեր է եղել, մտերիմ եւ բարեկամ։ Որոշ մարդիկ նրա կյանքում դեր են խաղացել եւ ճակատագրում նշանավոր մարդկանցից, ինչպես օրինակ Էմիլ Վերհարնը, որոշ մարդիկ համագործակցել են իր հետ, ուրիշների հետ եղել է գրական, ստեղծագործական, մշակութային կապ եւ բարեկամություն։ Հազարավոր նամակներ են պահպանվել իրեն ուղղված, այդ մարդկանց հասցեագրած իր նամակները մեզ անհայտ են, բայց բարեբախտաբար պահպանվել են այն նամակները, որոնք ինքը ստացել է, համենայն դեպս դրանց մի մասը։ Եվ այդ նամակները վկայում են այդ կապերի եւ հարաբերությունների մասին։ Կոստան Զարյանը մեր այն եզակի գրողներից մեկն է, երևի թե երկու գրող, Կոստան Զարյանը եւ Հրանտ Նազարյանցը, որ ապրել եւ գործել են ուրիշ միջավայրում, ստեղծագործել են նաեւ ուրիշ լեզվով եւ դա որոշակի տեղ է ունեցել նրանց կյանքում։ Գիտեք, գրքեր են կազմում եւ թյուրիմացաբար, թե ինչ տրամաբանությամբ Կոստան Զարյանին եւ Հրանտ Նազարյանցին դասել են օտարագիր հայ գրողների շարքերը։ Դա անհեթեթություն է, երկուսն էլ հայ գրողներ են, որոնք ստեղծագործել են նաեւ ուրիշ լեզվով, օտար լեզվով։ Կոստան Զարյանը փայլուն գիտեր ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն իհարկե, իսպաներեն, ռուսերենին փայլուն տիրապետում էր։ Ֆրանսերեն բանաստեղծությունները հայտնի են, դրանք մեծ թիվ են կազմում եւ մեծ մասամբ անտիպ են։ Մեկ-երկու բան ժամանակին հրապարակվել է, բայց դրանք անտիպ են։ Անգլերեն 1933-ին գրել է մի գիրք Աստղեր եւ արյուն խորագրով, մեծադիր էջերի վրա թղթի, դրանք նկարազարդել է իր նկարչուհի կինը Ֆրանսիս Բրուքսը։ Ամեն էջը նկարազարդված է եւ գեղագրված է ձեռքով։ Գիրքը անտիպ է։ Մինչև հիմա չի տպագրվել։ Վկայություն կա, խոսենք այդ մասին, որ եթե ինքը անգլերեն գրեր, նշանավոր անգլիացի գրող էր լինելու, եթե շարունակեր գրել։ 1914 թվականի հոկտեմբերին դիպվածով, պատահականությամբ, թե իրերի բերումով նրան հաջողվում է ընտանիքով հեռանալ Պոլսից։ Ավագ որդին ծնվել էր 1913 թվականի սեպտեմբերի 14-ին, մյուս որդին Արմեն Զարյանը ծնվել էր 1914 թվականի սեպտեմբերի 13-ին։ Կրտսեր որդին դեռ 40 օրեկան չեղած, նրանք որոշում են հեռանալ Պոլսից, փրկվել, որովհետև երբ որ Թուրքիան մտնում է համաշխարհային պատերազմի մեջ, օգոստոսից փակվում են բոլոր դռները, արգելվում է որևէ տեղաշարժ, Թուրքիայի որևէ բնակիչ իրավունք չունի լքելու բնակավայրը եւ տեղաշարժի իրավունք չունի վայրից վայր գնալու։ Ինքը թեպետ ուներ Պարսկահպատակի անձնագիր, ասացինք, այնուամենայնիվ նրան թույլ չեն տալիս, բայց որոշում է արկածախնդրորեն հեռանալ, հավաքում են երեխաներին, գնում են կայարան,
փորձում են անցնել առանց ոստիկանության հատուկ թույլտվության։ Կայրանում արդարանում է, որ ինքը պարսկահպատակ է, որ այդ օրենքները պետք է որ իրեն չվերաբերեն, բայց այնուամենայնիվ ոստիկանությունը թույլ չի տալիս։ Ինքը խոսում է կես պարսկերեն, բառեր գործածելով, կես թուրքերեն, իրեն աջեմ պարսիկ համարելով, պարսկահպատակ եւ այլն, այնուամենայնիվ թույլ չեն տալիս։ Մեծ անախորժություն է սկսում, տագնապ, երեխաները, կապոցներ եւ այլն, դիվանագիտական գնաց գնում է Բուլղարիա։ Միայն դիվանագետները իրավունք ունեն գնալու, գալիս է ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյա, իմանալով եղելությունը, այդ անախորժությունը, բորալ, կանչել է եւ այլն, ինչպես ասում են, ի վերջո այդ թուրքը նեղված կամ կամահարանքով կամ չգիտես ինչ որ մի վարքյանի մեջ ասում են նետեք իրեն իր թղթերը թող գնա եւ թույլ են տալիս որ ընտանիքով մտնի գնացք եւ հասնում է Բուլղարիա փրկվում է այդպիսով 14 թվականի հոկտեմբերին Բուլղարիայում մնում է 6 ամիս Կրասնոյե Սելո կոչվող գյուղում Սոֆիա քաղաքին մերձ մի բնակավայր է դա եւ շատ շուտով հայտնվում է բուլղարական գրականության եւ մշակույթի նշանավոր դեմքերի միջավայրում այդ մասին ինքը ակնարկներ ունի քաղաքներ վերնագրով վեպի մեջ այնուամենայնիվ որոշում է հեռանալ Բուլղարիայից եւ նավ են նստում պատերազմ է գնում միջերկրական ծովում ռմբակոծություններ են ինքը հիշում է նավի մասին խոսելիս Ռեմբոյի հարբած նավը նշանավոր համեմատության մեջ երևում է հարբած նավի նման որովհետև աշխատում է խուսափել ռմբակոծություններից ուղիղ գծով չի գնում այլ ոլոր մոլոր եւ այլն ի վերջո կարողանում են անվտանգ անցնել Հունաստան են հասնում նախ Սալոնիկ այնուհետև անցնում են Իտալիա բարի քաղաք Նեապոլ ի վերջո հռոմ ահա հռոմում էլ սկսվում է 1915 թվականին Կոստան Զարյանի կյանքի մի շատ կարևոր շրջանը այստեղ Կարամբա հրատարակչությունը տպագրում է նրա 3 երգեր ասելու համար Վիշտը երկրի եւ Վիշտը երկնքի պոեմը 3 մասից բաղկացած պոեմ է Սիրվարդ երկրի աղջիկը ձայներ եկեղեցում եւ աստղերի քերթվածը ծավալուն գործեր են սրանք իտալերեն թարգմանում է Ջովաննի Ալեսանդրո Ռոսսոն նախ այն տպագրվում է Լա Սպեցիա քաղաքում հերոիկա ամսագրի մի ամբողջ համար նվիրվում է Հայաստանին եւ այնտեղ տպագրվում է այդ պոեմը նկարազարդում են դա գունագեղ մեծադիր հրատարակություն է Շարլ Դուդլեյը բելգիացի նկարիչ եւ այլն Էնրիկո Պրամպոլինին եւ ուրիշներ նշանավոր նկարիչներ մասնակցում են այդ հրատարակությունը նրա անունը դարձնում է հռչակավոր 24 հոդված է տպագրվում իտալական տարբեր թերթերում եւ ամսագրերում եւ մեկը գրում է նկարիչ Շարլ Դուդլեյը այդ հոդվածը թարգմանել է թարգմանիչ Գագիկ Բաղդասարյանը եւ ընթերցողը կարող է այն կարդալ ուրեմն Կոստան Զարյանի պոեմների հատորում որը կոչվում է խորագրված է սրտի ճանապարհով եւ 3 երգերին վերաբերող ծանոթագրությունների բաժնում այդ հոդվածը տպագրված է որոշեցինք որ բազմաթիվ հոդվածներից մեկը գոնե հայերեն լինի հայ ընթերցողի համար ինքնին հասկանալի է որ այդ մարդիկ բարեկամանում են իր հետ ինքը հայտնվում է գրական մշակութային կյանքի մեջ Իտալիայի ավելին Կարաբա հրատարակչությունը առանձին գրքով հրատարակում է դա աշխարհի գրողներ եւ բանաստեղծներ մատենաշարով Ֆոձիոնին գրում է փառահեղ առաջաբան եւ գիրքը մեծ
համարում է ունենում։ Ադա Նեգրին, նշանավոր բանաստեղծուհին, Իտալիայի մեծ գրողներից մեկը, գրում է, որ այդ գործում նա հասել է աստվածային գեղեցկության։ Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդո Կոլետին գրում է, որ միայն Շելլին կարող էր հասնել այդպիսի նրբագեղ վարպետության եւ գեղեցկության։ Գիտեք, ինչ փառաբանական հոդվածներ են գրում։ 1917-ին Միգել Դունամունոն, Իսպանիայի մեծ գրողը, փիլիսոփան, բանաստեղծը, ողջույնի նամակ է ուղղում Կոստան Զարյանին այդ գրքի առիթով, այդ հրատարակության առիթով, որտեղ բարեբանումի բացառիկ խոսքեր է ասում Կոստան Զարյանի հասցեին եւ գրում է, որ ես աղոթում եմ Հայաստանի գոյության համար։ Գիտեք, երբ որ ես 90-ական թվականներին Արմեն Զարյանի տանը ծանոթանում էի Կոստան Զարյանի արխիվին, Արմեն Զարյանը երբ որ թղթապանակից հանեց եւ տվեց Ունամունոյի նամակի ինքնագիրը, ձեռքերս դողում էին, ուղղակի դողում էին, Միգել Դունամունոյի նամակը իմ ձեռքին է։ Շատ են ուղերձները, գովասանական խոսքերը, դրվատանքի խոսքերը այս գրքի շուրջ։ Դա պատահական բան չէ։ Երեք երգերը բացառիկ երևույթ է եւ զարմանալի է, որ օտար մարդիկ կռահել են պոեմի բուն էությունը։ Սիմվոլիստական պոեմ է, դրամատիկական պոեմ, գործող անձին կան, առանձին խոսակցող հերոսներ կան եւ այլն, բայց այս սիմվոլիստական պոեմի մեջ նրանք տեսել են հայ ժողովրդի մեծ ողբերգությունը արտահայտված, մեր ազգային մեծ ողբերգությունը, այստեղ շատ հետաքրքրական կերպափոխություն է ունեցել, արտահայտվել է բանաստեղծական, գրողական ամենանուրբ խոսքի ձևով, ոչ ճակատային ձևով, ողբերգական տոնայնություն կա ամբողջ պոեմում, կրոնամիստիկական զգացողությունը միացած երկրային կյանքի պատկերների հետ, փոխաբերություններ կան, հատվածներ կան, մի հատվածը կա «Ես եմ մայրը» սկսվածքով, որ հիշեցնում է Ստաբատ Մատեր Դոլորոզան։ Ամբողջ Հայաստանը, ամբողջ երկիրը, ամբողջ ժողովուրդը կարծեք թե խաչյալի երևույթ ունի այս պոեմի մեջ։ Չմոռանանք, որ 1915 թվականին է ամբողջացած։ Պոեմի առաջին հատվածները գրված էին Աստղերի քերթվածը Պոլսում 1914-ին, 15-ին պոեմը արդեն ավարտված էր, որտեղ ողբերգությունը շատ հստակ էր եւ ավարտված, կարելի ասել, գլխավորապես եղերնը տեղի էր ունեցել։ Ինքը հետագայում կգրի, որ մի առիթով օրագրային գրառման մեջ, որ եղերնը ինքնին չի կարող դառնալ գրականության նյութ, որովհետև ողբերգությունը հին հունական ողբերգությունն է, որտեղ հավասար ուժեր են բախվում, բայց մեր պարագային կա մորթողը եւ մորթվողը, այստեղ հավասար բախումներ չկան, այս դասական ողբերգություն չի կարող լինել եւ ինքը այնուամենայնիվ այդ ողբերգությունը արտահայտել է ամենանուրբ ձևով, այսինքն տառացիորեն կամ բառացիորեն չպատկերելով երևույթը։ Երեք երգերը նրա անունը դարձնում է շատ նշանավոր եւ շատ շուտով նա հայտնվում է ուշադրության կենտրոնում, ուներ արվեստի եւ գրականության ընտիր բարեկամներ, իտալական նոր թատրոնի հիմնադիր Անտոնիո Ջուլիո Բրագալիա, նշանավոր բանաստեղծ Վինչենցո Կարդարելի, ֆուտուրիզմի հիմնադիր է Ֆիլիպպո Տոմազո Մարինետին, նկարիչներ Արդենգո Սոֆիչի, Կարլո Կարա եւ այլն, շատ են, դրանց թվարկումը հեռուն կտանի, դրանցից ամեն մեկը նշանավոր անձ է։ Գուելմո Ֆերերոյի նշանավոր պատմաբան եւ այլոց հետ հիմնում է Պրո Արմենիա ընկերությունը, այսպես ասենք,
Հայաստանի համար աշխատող, կոպիտ ասած, Հայաստանին աջակցող մարդիկ են հավաքում դրա շուրջը, նշանավոր մարդիկ, որոնց թվում կան եւ գրողներ, եւ գիտնականներ, եւ արվեստագետներ, դասախոսություններ է կարդում, հանդիպում է Հռոմի Պապին, եւ Հռոմի Պապի հետ հետագայում 1967-ին իր մի էսեի մեջ, որ կոչվում է Տեղի գրող եւ ժամանակի մասին, ինքը իր մասին ասում է, որ մի քիչ անպատշաճ ձևով խոսեցի։ Գիտեք, երիտասարդ մարդ 15 թվականը հազիվ 30 տարեկան Հռոմի Պապի հետ խոսել հանդիմանանքով, թե ինչու նա չի անդրադառնում հայոց ողբերգությանը, համարձակություն է, հանդգնություն է եւ նման հանդիպումների ժամանակ նման տոնը պատշաճ չէ եւ ինքը գրողը ընդունել է տարիներ հետո, բայց ասում է այնուամենայնիվ հաջորդ կոնդակում Պապը խոսեց հայոց մեծ ողբերգության մասին։ Զարմանալի բան է, այդ տարիներին նամակներ ունի գրած 1915-16 թվականն է առաջին համաշխարհային պատերազմը ընթանում է եւ ինքը դիմելով հայ գործիչներին Գարեգին Լևոնյանին ուղված նամակներում կա ուրիշ նամակներում ասում է ինչ են մտածում մեր մարդիկ իսկ ժամանակն է հայոց պետականության եւ անկախության մասին մտածելու մեր գրողներից որևէ մեկի գրություններում դուք նման բան չեք հանդիպի 1915-16 թվական որ մեկը մտածի եւ պահանջի հայոց անկախությունը եւ պետականության վերականգնումը։ Դա մի մարդ է, որը Հայաստանում չի ապրել ոչ մի օր, մինչեւ այդ։ Բայց ուղնուծուցը մինչեւ ներթափանցված է հայությամբ եւ Հայաստանով։ Գնում է Ֆլորենցիա։ Ֆլորենցիայի Պալացո Վեկյոյի ուրեմն այդ նշանավոր պալատի հին մեծ դահլիճում 2000 մարդ է տեղավորում։ Ինքը դասախոսություն է կարդում Հայաստանի ճակատագրի մասին։ Ելույթի համառոտ տեքստը տպագրել է Արշակ Չոպանյանը ժամանակին ֆրանսերեն 1918-ին։ Այնքան մեծ համարում ունի, որ Ֆլորենցիայի քաղաքապետարանը նրան ընտրում է Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի եւ նրանց կյանս ապրելու տրամադրում է Բյոկլինի նշանավոր վիլլան։ Այդ վիլլան առանձնատունը հսկա առանձնատուն է եղել, Բյոկլինի անունով էր կոչվում, հետո ինքը կթողնի եւ կգա պոլիս, կհրաժարվի այդ բոլորից։ 1924-ին ասացի, նա հեռանում է Հայաստանից եւ հիմնավորվում է Փարիզում։ Իր վաղեմի երազանքն էր գրավոր խոսք ասել գրական միջավայրին։ Այդպես նա 14-ին հիմնադրում է Մեհյանը, որ 6 համարից հետո փակվում է, որտեղ սկսում է առաջին համաշխարհային պատերազմը։ 1922-ի հունվարից Պոլսում հրատարակում է Բարձրավանք հանդեսը, որ 5 համարից հետո փակվում է, որտեղ քեմալականները, որ եկել են իշխանության, ավելի դաժան սպառնալիք են դառնում, քան կարելի էր սպասել եւ նա ֆիզիկական վտանգից խուսափելու համար թողնում է պոլիսը եւ գալիս է Հայաստան։ Ընդհատվում է իր ամսագիրը։ Այն ինչ որ ինքը ուզում էր գրավոր խոսքով ասել, տարածել ոչ միայն իր ստեղծագործություններով։ Երրորդ անգամ է մղվում դեպի գրավոր խոսքը եւ 1926 թվականին Փարիզում հրատարակում է Բաբելոնյան աշտարակ ամսագիրը։ Սա այդ ամսագրի առաջին համարն է։ Ուրեմն այս ամսագրի համար իր պատվերով գործեր են գրում գրողները։ Ամսագիրը բացվում է ֆրանսիացի ժամանակի նշանավոր բանաստեղծ Սեն Պոլ Ռուիի արձակ բանաստեղծություններով, որոնք գրված են հատկապես այդ ամսագրի համար։ Այդ ամսագրի համար նկարներ են անում Պաբլո Պիկասոն, Մարկ Շագալը, Դելոնեն եւ ուրիշ նշանավոր նկարիչներ։ Ինքը համագործակցությանն է հրավիրում նրանց բոլորին, ժամանակի նշանավոր գրողներին, արվեստագետներին եւ այլն։ Այնտեղ այս ամսագրում
հայտնի հեղինակներ են տպագրված, Անրի Սերուայա, ուրիշներ եւ այլն։ Եվ կարծեք թե ամսագիրը կայանում է 26 թվականի նոյեմբերին առաջինը տպագրվում է, երկրորդ համարը պատրաստ, բայց չի տպագրվում։ Արմեն Զարյանի մոտ էր գտնվում այդ երկրորդ համարը, միակ օրինակը պատրաստված, որ ինքը մեծ ցավով ասում էր, որ չի հիշում, թե ով է վերցրել իրենից կարդալու եւ չի վերադարձրել։ Ուրեմն այս ամսագրի հրատարակությունը առիթ է դառնում, որ ինքը գրական մշակութային կապերի մեջ մտնի շատ շատերի հետ եւ իր ստացած նամակները վկայում են այդ կապերը, մարդիկ պատրաստակամություն են հայտնում մասնակցելու Ռաբինդրանաթ Տագորից սկսած մինչև իր սերնդակից մարդիկ։ Ինքը անձամբ ճանաչում էր շատ նշանավոր գրողների եւ արվեստագետների, ճանաչել է Հենրի Միլլերին, Ֆեդերիկո Գարսիա Լորկային, նշանավոր նկարիչների, գրողների։ Ես ուզում եմ մեկին առանձնացնել նրանցից։ Լոուրենս Դարելին 1934 թվականին Իոնական ծովի կղզիներից մեկում, Կորֆու կղզում, Կերկիրա նախկին անունով կղզում, նա հիմնում է միջերկրականցիներ անունով գրական մի խմբակցություն։ Այդ խմբակցությանը մասնակցում են Պատրիկ Կոլոնը, դրամատուրգ, նշանավոր անուններով մարդիկ կան։ Այդ անունները մեր ընթերցողին բան չի ասում, հիմա եթե արտասանում ես, դառնում է օդի դատարկ հնչյուն, բայց կարևոր մարդիկ են, որ մասնակցում են դրան։ Ինքը մտածում էր, որ դա պետք է լինի մի կենտրոն, ինչպես Շթայների Գյոթե անումը Դորնախում կամ Թագորի Վիշվարհատի համալսարանը հավաքվեն այնտեղ ինտելեկտուալ մարդիկ, հավաքվեն գրոց մարդիկ, այն մարդիկ, որոնք պետք է խուսափեին եւ խուսափում էին Եվրոպայում սկսված այդ դարչնագույն աղտից 33-ին Հիտլերը եկել էր իշխանության եւ Եվրոպան աստիճանաբար դատարկվում է, գրողներ, գիտնականներ եւ այլն հեռանում են։ Իրենք էլ գնում են ուրեմն Իոնական ծովի այդ կղզին եւ այստեղ այդ խմբակցությանը մասնակից գրողներից մեկը անգլիացի նշանավոր գրող բանաստեղծ Լոուրենս Դարելն է։ Դարելը օքսֆորդյան հայտնի 5 բանաստեղծներից մեկն է, շատ մեծ համարում ունեցող, երեց եղբայրն է Ջերալդ Դարելի, հայտնի բնագետ, կենդանաբան, նրա մի երկու գիրքը հայերեն թարգմանված է, Ուղեբերս գազանանոցն է եւ այլն։ Դարելը բանաստեղծ էր նաեւ վիպասան, Ալեքսանդրյան քարյակ խորագրով 4 վեպ ունի մի շարք է դա վեպերի, որ նրա անունը դարձրել է հանրահռչակ։ Դարելը ուրեմն 34-ին հազիվ 22-23 տարեկան է, երիտասարդ անդամներից մեկն է այս խմբակցության, բայց որը հետագայում շատ ջերմ է գրել այդ մասին։ 1945 թվականին գիրք է գրում անգլերեն Պրոսպերոյի անձավը վերնագրով, Շեքսպիրի պիեսի հայտնի Պրոսպերոն է։ Գիրքը ֆրանսերեն լույս է տեսնում L'Île de Prospero, Պրոսպերոյի կղզին վերնագրով։ Ահա այս կղզու կյանքի մասին է նա գրում եւ գիրքը նվիրված է 4 մարդու, որոնցից մեկը Կոստան Զարյանն է, որտեղ նկարագրված է ահա այս խմբակցության կյանքը առօրյան եւ այլն եւ առանձնակի վերաբերմունք կա Կոստան Զարյանի հանդեպ։ Հետագայում տարիներ անց նա մի պոեմ է գրում Deus Loci, Աստծո վայրը վերնագրով։ Դա այդ կղզին է, որտեղ իրենք ապրել են եւ ընծայական է գրում այնտեղ, որ այս պոեմը գրված է Կամպո դե Ֆորիայի մի հնձանում այս կղզում եւ այլն, եւ պոեմը 200 տողանոց պոեմը նվիրում է Կոստան Զարյանին, ամբողջը իրեն է նվիրված եւ առաջին օրինակը հատուկ ընծայականով նվիրել է Կոստան Զարյանին եւ այդ օրինակը պահվում էր Արմեն Զարյանի տանը։ 3 տարի հետո նա անգլիական հանդեսում
կոչում է բանաստեղծական հանդես, տպագրում է Կոստան Զարյան, երիցս աքսորիալը վերնագրով փառահեղ մի էսե, որտեղ կա Կոստան Զարյանի անձի եւ գրականության բացառիկ գնահատություն, բացառիկ վերաբերմունք հայ գրողի հանդեպ 90-ական թվականներին դա թարգմանեցինք հայերեն եւ տպագրվեց գրական թերթում իմ ուղեկցող խոսքով եւ ահա դարելը Կոստան Զարյանի հանդեպ միշտ պահել է այդ վերաբերմունքը իր բանաստեղծություններից մեկը սկսում է այսպես Կոստան Զարյանն ասում էր Վենետիկը մեր պատանեկությունն է, Ֆլորենցիան մեր երիտասարդությունը, իսկ Հռոմը մեր ապագա կյանքը։ Այսինքն Կոստան Զարյանի հանդեպ այս վերաբերմունքը անգլիացի մեծ գրողը պահել է։ Պահպանվել են Լոուրենս Դարելի նամակները, մի քանիսը պահպանվել են ուղղված Կոստան Զարյանին, կապերը ավելի խորն են, ցավոք սրտի Դարելի արխիվը մեզ հայտնի չէ, մատչելի չէ, երբևիցե հայ ուսումնասիրողները, ով գիտի, կարող են հասնել այդ արխիվին եւ հնարավոր կլինի առավել մանրամասնորեն խոսել այդ կապերի մասին։ 1943-ից Կոստան Զարյանը ուրեմն Նյու Յորքում հիմնում է հայկական քառամսյակ վերնագրով գիտական մեծ պարբերական, որին մասնակցում են նշանավոր գիտնականներ Նիկոլայ Յորգա, Ռոման Յակոբսոն եւ այլն, դրանց թիվը շատ մեծ է եւ ինքը կապեր ունի նրանց հետ, նրանց նամակները կան, իր նամակները նրանց ուղված բնական է մենք հայտնի չեն, նրանց արխիվներում է մնացել նշանավոր գիտնականների, բայց նրանց գրած նամակները օտարալեզու բնականաբար կան, պահպանվում են, մի օր դրանց թարգմանությունները եւ այլն լույս կսփռի այդ կապերի եւ հարաբերությունների վրա եւ ամեն բան կդառնա ավելի հստակ եւ տեսանելի։ Ինքը տպագրել է իր հանդեսում դրանց նյութերի մի զգալի մասը։ Ինքը Նյու Յորքում Ասիայի երկրների խնդիրները հետազոտող ինստիտուտի պրոֆեսոր է։ Պատկերացնում եք իր մասշտաբը, իր հորիզոնները եւ կազմակերպում է բյուզանդագիտության հարցերին նվիրված մեծ գիտաժողով միջազգային, որին մասնակցում են շատ նշանավոր գիտնականներ եւ որոնց նամակները նույնպես պահպանվել են իր արխիվում։ Նրա գործունեության վերջին շրջանը կապվում է օտար միջավայրում, կապվում է Կալիֆոռնիայի հետ, որտեղ նա Բերքլիի համալսարանում փիլիսոփայության եւ մշակույթի պրոֆեսոր է։ Մասնակցել է գիտաժողովների, այդտեղ ծրագրերը կան տպագրված, իր խոսքի խորագիրն էլ կա, իր ելույթների արձանագրությունը կա եւ այլն, եւ նորից այդ կապերը մեզ համար մնում են հեռավոր, որովհետեւ կապվում են ուրիշ արխիվների ուսումնասիրության հետ։ Մենք ուրիշ գրող չունենք, հայ գրող, որը օտար միջավայրում այսպիսի գործունեություն ունեցած լինի եւ այսպիսի գնահատության արժանանա օտար մշակութային եւ գրական մարդկանց կողմից։ Թերևս ասում եմ Կոստան Զարյանն է դա եւ հայ նշանավոր գրող Հրանտ Նազարյանցը, որ 1913-ից ապրել է Իտալիայում, Բարի քաղաքում, վախճանվել է 1962-ին, ինքը հայերեն ստեղծագործել է մինչև 1939 թվականը, թողել է գրական մեծ ժառանգություն եւ հայերեն լեզվով, եւ իտալերեն, եւ ֆրանսերեն։ Նրա շուրջ էլ կա լուրջ գրականություն, այնպես որ թերևս առաջինը Կոստան Զարյանն է մեզանում, որ ահա հայկական միջավայրից դուրս օտար միջավայրում ունեցել է ճանաչում եւ գնահատություն։